Հոկտեմբերի 19-ին մեր եկեղեցին նշում էր 4 ավետարանիչների տոնը։ Արագածոտնի թեմի բոլոր քահանաներն իրենց համայնքների հավատացյալների հետ աշտարակի Սուրբ Մարիանեի եկեղեցում էին։ Սուրբ պատարագը մատուցվեց առանց թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ Սրբազան հայրը կալանավորվել է 2 ամսով։ Կալանավորված է նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Պատարագիչ հոգևորականը խոսեց օրվա խորհրդից, հորդորեց հավատացյալներին անկոտրում ու անսասան մնալ հավատքի մեջ, միասնական աղոթք հնչեց անազատության մեջ գտնվող հոգևորականների և նեղության մեջ գտնվող մեր մյուս հայրենակիցների համար։ Մենք հոգևորականներս Քրիստոսի աշակերտներն ենք։ Մենք հոգևորականներս Քրիստոսի խոսքը տարածողներն ենք, սեր քարոզողներն ենք և ավետարանի ճշմարիտ բացարձակ խոսքը տարածողներն ենք, որն էլ այսօր գալիս ենք ևս մեկ անգամ հիշատակելու, նրանց բարեխոսությունը խնդրելու մեր ազգի, մեր հոգևորականների, մեր առաջնորդի և մեր հայրապետի և մեր բոլորիս կյանքը սրբությամբ լցնելու և էլ ավելին գիտակից կերպով ապաշխարելու և ետ դարձ դեպի մեր Տիրոջ կենարար սրբազան ավանդույթներին և արմատներին անդրադառնալու։ Սա է այսօրվա ավետարանի կենարար խոսքը։ Քրիստոնյաներիս հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներիս համար ոգևորող են նաև ավետարանիչները իրենց ապրած կյանքով, իրենց դրսևորած հավատքով և ամենակարևորը խոսքով։ Մենք այսօր պատարագ ենք մատուցում և եկեղեցուց բացակայում է մեր թեմի առաջնորդը Մկրտիչ Սրբազանը։ Տեսնում եք, որ կա թեմակալ առաջնորդի գահը, այս գահի վրա նստած արժանավորը չկա այս պահին։ Եվ մենք այս պատարագը անում ենք աղոթելով Սրբազան հոր համար, մեր Տեր հոր համար, Տեր Գարեգինի համար, մեր բոլոր սրբազանների համար, ձերբակալված սրբազանների համար, Միքայել Սրբազանի համար, Բագրատ Սրբազանի համար և մեր բոլոր այն զավակների, եղբայր քույրերի համար, ովքեր անազատության և նեղության մեջ են։ Եվ դա քրիստոնյայի պարտքն է։ Իշխող քաղաքական ուժի թիրախում շարունակում է մնալ հայոց եկեղեցին, ասում են հոգևոր հայրերը։ Թեմի եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում։ Իշխանական քարոզչամեքենան բոլոր մեխանիզմներով փորձում է ճնշել, վարկաբեկել հոգևոր դասին և առաջնորդին։ Արագածոտնի թեմի քահանաներից շատերին հոկտեմբերի 16-ին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել, խուզարկելով բնակարաններն ու առգրավելով անձնական իրերը։ Կամ մեծ ցավ, կամ մեծ վիրավորանքի զգացում, իհարկե ցավալի է, որ բոլորովին անտեղի արդար մարդկանց են հալածում ու բռնադատում, բայց այս ցավի, այս վիրավորանքի ու այս անզորության մեր, որ չեն կարողանում օգտակար լինել մեր առաջնորդներին, ետևում նաև կա թաքնված մի մեծ ուրախություն, պատվի զգացում, որ մեր հոգևոր հայրերը չեն ընկրկել և հալածվում են հանուն ճշմարտության, հանուն հայրենասիրության և աստվածասիրության։ Աստծուց շատ ենք հեռացել, հետևաբար այսպիսի փորձություններ պիտի գա, որ նորից վերադառնանք Աստծուն։ Եվ բոլոր ժամանակներում, երբ որ հալածանքներ ա եղել քրիստոնյաների հանդեպ, քրիստոնյաները ավելի են հզորացել։ Հիմա մի հատ ինքնամաքրման process ինձ թվում է տեղի կունենա, մենք մեզ կմաքրենք, ավելի շատ կմոտենանք Աստծուն, Աստված է թե մեզ, թե իր հոգևորականներին ավելի կգոտեբնդի, կբարձրացնի ավելի վերև։ Թեմն այսօր շարունակում է իր բնականոն կյանքը։ Քահանաները նախկինի պես ծեսեր ու արարողություններ են անցկացնում։ Ասում են դժվարություններն ու փորձություններն ավելի են միաբանել իրենց եկեղեցու և հայոց հայրապետի շուրջը։ Այս վայրկյանին, ինչպես որ ընտանիքի պարագային կարող եմ ասել, ընտանիքի հայրը բացակայում է և ընտանիքի զավակները փնտրտուքի մեջ են, սակայն ոչ կոտրված, էլ ավելի արիացած, էլ ավելի ամրացած, որովհետև այն ինչը որ հաղթանակում է և հաղթանակում է սերը և հաղթանակում է հավատքը։ Այս ոգեշունչ
կարգավիճակը կա այս վարքյանին մեր մեջ եւ վստահ ենք եւ հույս ունենք, որ արդարադատությունը պիտի հաղթի։ Մենք Սուրբ Պատարագի ենք մասնակցում Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու համար, Քրիստոսի հետ հաղորդակցվելու համար եւ ասելու, որ հայ առաքելական եկեղեցին հուսահատության դրոշակը տանողը չէ, այլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հուսադրության դրոշակը տանողն է, սփոփող դրոշակը տանողն է, քաջալերող դրոշակը տանողն է։ Եվ այդպես եղել է, կա ու այդպես պիտի լինի։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։